Հարգելի պարոն փոխվարչապետ, հարգելի նախարարներ, պարոն մարզպետ, տարածքային զարգացման կենտրոնի տնօրեն, շինարարական ընկերության հարգելի տնօրեն, հարգելի ներկաներ, սիրելի աշակերտներ, սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս Հայանիստի միջնակարգ դպրոցի աշխատանքի մեկնարկի առիթով, որը 2 ամիս առաջ արդեն սկսել է։ Մենք այսօր արդեն հասցրենք լինել մեկ վերակառուցված և մեկ նորակառույց դպրոցում և նաև այս ընթացքում ենք հասկանում, որ նման դպրոցների կառուցումը և բացումը իրենք իրականում տեղային իրադարձություն չեն, որովհետև գուցե համընկավ կամ գուցե նախկինում էլ են եղել, ուղղակի դիտանկյունից չէի նայել հարցին, իրականում նոր նախագծով, նոր և զրոյից կառուցվող դպրոցները իրենք Հայաստանի վերափոխման շատ կարևոր և անբաժանելի մաս են, անկյունաքարային մաս են, որովհետև նախորդ դպրոցից մինչև այս դպրոց որն է տարբերությունը, ըստ էության մենք խոսում ենք ոչ միայն նոր շենքերի, այլև մտածողության նոր ձևերի մասին։ Այսինքն դպրոցը, նորակառույց դպրոց, նորակառույց դպրոցները և ցանկացած նորակառույց շենք արտահայտում է մտածողության փոփոխությունը։ Նա էլ է մեր դպրոցը, մեր նվիրական, մեր հարազատ, բայց նաև կարծում եմ սա ցույց է տալիս այն տրանսֆորմացիան, որ տեղի ունենում մեր մտածողության մեջ և այդ տրանսֆորմացիան այսպիսով պետք է արտահայտվի մեր երեխաների մեջ։ Ըստ էության գուցե շատ բաներ, երևի բոլոր երկրներում այդպես լինում, շատ բաներ ի վերջո ինտուիտիվ են տեղի ունենում, կամ էլ ռազմավարությունների ընդհանուր պատկերացումները, երբ որ գծում են, շատ բաներ այդ ռազմավարություններին համապատասխան գալիս տեղավորվում են, բայց իրականում նոր դպրոցը, նոր շենքերը, նոր չափորոշիչը, ուսուցիչների ատեստավորման համակարգը ընդհանրապես արտահայտում են մեր նոր մտածողությունը և դպրոցը այս առումով հենց մեր մտածողության նոր ձևերի մասին է, պարզ բաներ կարող են լինել, տեսեք թեկուզ այս վարդակները, վարդակների տեղակայման և տեղադրման ձևը, ես հիշում եմ մենք երկար ժամանակ խոսում ենք, որ ընդհանրապես այդ պրոբլեմը կա, ես նույնիսկ դատական համակարգի հետ կապված եմ այդ խնդիրը ասել, դժվար եմ պատկերացնում որակյալ արդարադատություն մի դահլիճում, որտեղ դատական նիստին տասնյակ լարեր են անկանոն և քաոսային մասնակցում, դժվար է նույնիսկ կենտրոնանալ բուն թեմայի վրա։ Կարող թվա շատ պրիմիտիվ բան, բայց իրականում այդ ամեն ինչը շատ կարևոր և էական նշանակություն ունի և շատ կարևոր է, որ մենք այս ճանապարհը շարունակենք, բայց ես չեմ ուզում մենք համարենք, որ մենք արդեն իսկ նոր մտածողության այդ ֆորմում գտել ենք և պետք է այդտեղ տեղավորվենք։ Չնայած նաև գտել ենք, բայց այս էլ է շատ կարևոր առանցքային մի հարց, որ մենք պետք է այդ մտածողությունը անդադ հղկենք, անդադ վերափոխենք, այնպես չպետք է լինի, որ ևս 70 տարի անցնի և 70 տարուց մենք զրոյից փորձենք նոր մտածողություն ձևակերպել։ Ընդհակառակ այդ մտածողությունը ամենօրյա, ամենտարյա հղկման պետք է ենթարկվի, որպեսզի ինքը լինի մեր զարգացման բնականon և անբաժանելի մաս, այսինքն կտրվածություն չառաջանա ընդհանրապես որևէ բանի մեջ։ Եվ ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր վճարող բոլոր քաղաքացիներին, որովհետև այս ամեն ինչ առաջին հերթին նրանց կատարած աշխատանքի շնորհիվ է։ Ամեն ինչի մասին ես խոսեցի, ցանկացած գույք, աշխատավարձ, բարձր, թե ցածր էական չի, հենց այդ մարդկանց աշխատանքի արդյունքում է ձևավորվում և շատ կարևոր է, որ մենք այդ գնահատանքը արտահայտենք և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր աշխատել են, աշխատում են և պիտի աշխատեն, որպեսզի այս արդյունքը ինքը չմնա ստատիկ վիճակում, ինքը պետք է զարգանա, ինքը պետք է նոր արդյունք բերի, ինքը պետք է նոր զարգացում բերի Հայաստանի Հանրապետությանը։ Սիրելի երեխաներ, ձեզ եմ շնորհավորում
առաջին հերթին եւ ամենաշատը, որովհետեւ հույս ունեմ, որ դուք ձեր նոր դպրոցը սիրել եք եւ այս նոր դպրոցը իմանաք նաեւ արտահայտում է Հայաստանի Հանրապետության կառավարության սերը ձեր նկատմամբ։ Մենք այսպիսով մեր սերն ենք արտահայտում ձեր նկատմամբ, որպեսզի դուք սովորեք մի դպրոցում, որը սիրում եք եւ այնտեղ զգաք, որ ձեր պետությունը, ձեր հայրենիքը ձեզ է սիրում եւ այդ փոխադարձ սիրով հավետ քաղաքացին ու պետությունը պետք է կապվեն իրար հետ։ Շնորհակալ եմ շատ, շնորհավորում եմ։